Ահա թե ինչու են մարդիկ ասում, որ չինական գյուղատնտեսությունը տասնամյակներով առաջ է մեզանից։ Մինչ մենք դեռ ծառ ենք տնկում, հետո կտրում ու կահույք պատրաստում ավանդական ձևով, Չինաստանում սովորել են ծառը աճեցնել հենց աթոռի տեսքով։ Ուրեմն ամենահետաքրքիր օրինակը դա Crepe մրգի աթոռն է։ Սա փայտագործի կողմից փորագրված չէ։ Այն ստեղծվում է կենդանի ծառից, դեռ սերմնացանի փուլից։ Աճեցնողները գործում են ինչպես արվեստագետներ, մետաղալարերի, բամբուկե ձողերի և ձևանմուշների օգնությամբ, ուղղորդվում են յուրաքանչյուր ճյուղի աճը, շատ դժվար գործային միջոցով։ Թևակալները, մեջքը և ոտքերը ձևավորվում են բնական ճանապարհով և ծառը աճում է։ Ժամանակի ընթացքում ճյուղերը միահյուսվում են, պտտվում են և միանում են, կպնում են իրար։ Ամեն ինչ անում է հենց ծառը։ Տարիներ անց, երբ ձևանշումները հանվում են, ծնվում է եզակի աթոռ, կենդանի աթոռ, միավորված ճյուղերից։ Յուրաքանչյուր նման աթոռ յուրահատուկ է, հարթ գծերով ու կեղևի կառուցվածքով, կարծես ձեռքով փորագրված լինի։ Սա պարզապես աթոռ չէ, ժողովուրդ ջան, սա ֆունկցիոնալ արվեստ է, հարմարավետության և գեղեցկության համադրություն։ Չինական գյուղատնտեսական նորարարության իրական խորհրդանիշն է այս աթոռները, ուղղակի նայում ես և հիանում ես։ Շնորհակալություն, իսկ եթե դուք չեք հետևում իմիջին, ապա անպայման սեղմեք կնոպկեն և հետևեք իմիջին, որ ավելի թարմ նորությունները հենց դուք իմանաք։ Շնորհակալություն, մնացեք ապահով։